Ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն 2026 թվականի հունվարի 5-ն է, մի քանի ժամից սկսվելու է Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը ճրագալույցի պատարագով, կամենում եմ շնորհավորել հաստատված ավանդույթի համաձայն բոլորիդ անցած ամանորը, մաղթելով ամենայն բարիք, հաստատակամություն, ուժ դիմագրավելու մեր ներկա ազգային ողբերգության դառը շրջանը, նաև մաղթելու, որ աստվածային օրհնությունը, շնորհը, պահպանությունը անպակաս լինեն ձեր ընտանիքներից և առաջնորդեն ձեզ դեպի լույս, դեպի ճշմարտություն, դեպի երկրավոր հայրենիքի հաղթանակ և դեպի երկնավոր արքայություն ըստ պատգամյալ մեր արժեքների։ Սակայն այսօր ես ցավալիորեն չեմ խոսելու Քրիստոսի ծննդյան և Աստվածհայտնության տոների մասին, նրանց աստվածաբանական խորհրդի մասին, այլ խոսելու եմ այսօր ահագնացող եկեղեցական ճգնաժամի, ավելի շուտ ազգային եկեղեցական ճգնաժամի մասին, որը և արհեստական է, և օտարապատվեր, և չափազանց վտանգավոր։ Մասնավորապես այսօր ես կկամենայի վերլուծել 3 7 տիրադավերի մասնակցությամբ Նիկոլ Փաշինյան վարչապետի նստավայրում ստորագրված հայտարարությունը, դրան անդրադառնալ, որովհետև այն ինչպես և նախորդ թե վարչապետի արտահայտությունները, թե այդ եպիսկոպոսների մասնավոր հարցազրույցներում բացահայտած մտքերը շատ բան են մատնում մասնագիտական զննության պարագայում, բայց այնուամենայնիվ, քանի որ այս տարվա առաջին եթերն է և նախկինում ևս ես գրեթե միշտ գրավոր կերպով եմ անդրադարձել տեղի ունեցողին, ես կամենում եմ շատ համառոտ կերպով խոսել առհասարակ ճգնաժամի ակունքների մասին։ Եկեղեցին աստվածմարդկային կառույց է, այն հաստատված է Քրիստոսի կողմից, եկեղեցու ներսում գործում է աստվածային սրբարար շնորհը, եկեղեցին միակ դուռն է, որը առաջնորդում է մարդուն առ Աստված և ապահովում դեպի Աստված յուրաքանչյուր մարդու ընթացքի համար անհրաժեշտ աջակցությունը ի դեմս սուրբ խորհուրդների և հատկապես Սուրբ Հաղորդության խորհրդի միջոցով։ Բայց եկեղեցին նաև մարդկային կառույց է և եկեղեցու ամենապայծառ, ամենահաստատուն, կատարյալ թվացող ժամանակաշրջաններում էլ ընդորում անխտիր բոլոր եկեղեցիների պարագայում, որոնք ավանդական են, որոնք ունեն վավերական քահանայություն, որոնք ունեն առաքելական հաջորդականություն, խոսքը բնականաբար բողոքականատիպ աղանդներին չի վերաբերում, առհասարակ խոսքը այսպես ասած դասական քահանայությամբ և առաքելական հաջորդականությամբ եկեղեցիների մասին է, ապա յուրաքանչյուր եկեղեցու պատմության մեջ մենք մշտապես ականատես ենք լինում ոչ միայն գերագույն սրբության, վիրվածության, Աստված ճանաչման մեծության, այլև մեղսական մարդուն բնորոշ նաև բացասական երևույթների, տկարացումների, մեղսականության և այլնի հետ, և սա միանգամայն բնական է։ Հետևաբար, որչափ էլ մեծ լինեին հայաստանյաց առաքելական եկեղեցում առկա խնդիրները, իսկ այդպիսիք բնականաբար կային, որչափ էլ խոցելի լինեին կամ լինեն շատ հոգևորականներ և նաև ամենայն հայոց կաթողիկոսը մի շարք առումներով, այնուամենայնիվ սա բոլորովին և որևէ իրավունք չի ընծայում ներկայիս վարչապետին և այլոց և հոգևորականների դասից և աշխարհիկների դասից քաղաքական պայքարի, քաղաքական գործեկազմի, քրեական ապօրինությունների և այլ միջոցների
գործադրմամբ դիմելու այսպես կոչված եկեղեցու բարեկարգմանը։ Եկեղեցին բոլորովին այդպես չի բարեկարգվում։ Մի օր ես կպատմեմ դեռևս 2018 թվականին, եթե չեմ սխալվում, մեկնարկած Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման մասին, զուտ մասնագիտորեն ցուցադրելու համար այն աստվածաբանական եւ եկեղեցաբանական բնույթի սխալները, որոնք ի սկզբանե տապալել են այդ շարժումը եւ ի սկզբանե այն դարձրել են մերժելի եւ ըստ ամենայնի դատապարտելի։ Դա ես ցավով եմ արձանագրում։ Սակայն այստեղ եւ այս պարագայում մենք հստակորեն առանց որևէ նվազագույն իսկ երկբայության մենք գործ ունենք արտաքին պատվերի հետ։ Եվ արտաքին պատվերը բխում է թե Բաքվից եւ Անկարայից, որոնք հայերի պարագայում միևնույն դերակատար են, առհասարակ այս փուլից ի վեր Թուրքիան առհասարակ իր բոլոր խնդիրները կամ համարյա բոլոր խնդիրները Հայաստանի հետ ջանալու է լուծել Ադրբեջանի ձեռամբ, այսպես ասած կեղտոտ գործը վերապահելով իր կրտսեր ադրբեջանական դերակատարին եւ այն, որ Փաշազադեի հայտարարությունների եւ եկեղեցու դեմ հարուցված հալածանքի ժամանակագրական կապակցվածությունը աներկբայելիորեն, անտարակուսելիորեն ցույց է տալիս, թե որն է հրահանգման առաջնային աղբյուրը, այստեղ կրկնում եմ, որևէ տարակուսանք որևէ մեկի մոտ լինել չի կարող, եթե այդ մարդը պարզապես այդ պատվերի մաս չի կազմում։ Հասկանալի է, որ ինչ-ինչ պատճառներով մեր հայրենակիցների զգալի մասը նեղ եւ իրական իմաստով եկեղեցու հետևորդ չէ։ Այն իմաստով, որ ամեն կիրակի ներկա չէ սուրբ պատարագների, մշտապես չի հաղորդվում, չի խոստովանվում եւ եկեղեցական կյանքով չի ապրում։ Բնականաբար այսօր Հայաստանում կան նաեւ մարդիկ, որոնք առհասարակ քրիստոնեությունը ճշմարիտ կրոն չեն դիտում։ Կան անաստված կամ աթեիստ մարդիկ, կան թերևս այլ կրոններին հետևորդներ, կան իհարկե 100 հազարավոր աղանդավորներ, մասնավորապես կյանքի խոսք աղանդից, սակայն անխտիր բոլորի, բացառությամբ աղանդավորների իհարկե, համար մի բան պետք է նաև ազգային պետական իմաստով չափազանց հստակ լինել։ Հայաստանյաց եկեղեցին այսօր գործող մի կողմ դնենք հոգևոր եւ կրոնական հանգամանքները, Հայաստանյաց եկեղեցին այսօր հնագույն ազգային հաստատությունն է, որը անընդհատ այսինքն խոչընդոտվելով հանդերձ անընդհատ եւ անխափան գործել է մեծ հայքի դերևս միացյալ թագավորության ժամանակաշրջանից։ Մենք չունենք ավելի հին, ավելի հաստատուն, ավելի պատվական եւ ավելի ազգապահպան կառույց, քան հաստատություն, քան Հայաստանյաց եկեղեցին։ Հետևաբար Հայաստանյաց եկեղեցու ներքին անդորրը խարխլելու, այն բովանդակախեղելու, այն տրոհելու, այն կազմաքանդելու յուրաքանչյուր գործողություն ուղիղ, անմիջական, վտանգավորագույն հարված է առհասարակ մեր ոչ միայն պետական, այլև ազգային եւ քաղաքակրթական գոյությանը։ Այստեղ էական չէ, թե որքանով մեկը մեր հայրենակիցներից հավատում կամ չի հավատում եկեղեցու վարդապետությանը, առհասարակ քրիստոնեությանը։ Այստեղ խնդիրը կարևորագույն եւ հնագույն ազգային հաստատություն ամեն գնով պաշտպանելու եւ պահպանելու մեջ է։ Սա է բուն խնդիրը։ Այսօր մեր արտաքին թշնամիները
Գերազանցապես կամ զգալի չափով նաև հենց Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության ձեռամբ համարյա հասցրել են մեր պետականության անկմանը։ Ես դրա մասին շատ եմ խոսել, հիմա չեմ խոսելու։ Նոյեմբերի 9-ի ստորագրությունը գրեթե անշրջելիորեն դատապարտել է Հայաստանի Հանրապետությունը լուծարելուն եւ վերանալուն մոտակա 2 տասնամյակում, եթե տեղի չունենա աստվածային հրաշքին հավասարազոր մի իրադարձությունների շարք։ Եվ եկեղեցին, որը այս կամ այն թվացial կամ իրականում մեծ արդյունավետությամբ մեր քաղաքակրթական գանձարանի սփյուռքում մեր կազմակերպման, ընդհանրապես մեր ազգային գոյության կարևորագույն ուրեմն խարիսխներից, սյուներից մեկն է։ Եվ բոլորովին պատահական չէ, որ մեր արտաքին թշնամիները ի տարբերություն հաճախ հայաստանյաց եկեղեցու կարևորությունը չգիտակցող մեր հայրենակիցների նույնքան մտադրված են եւ մի բան իսկ ավել մտադրված են ոչնչացնելու ոչ միայն հայոց պետականությունը, այլև հայոց եկեղեցին, որովհետեւ այնքան ժամանակ, որքան անգամ հայրենազուրկ եւ վտարանդի կարգավիճակով գոյություն ունի մեր քաղաքակրթական ազգային ինքնակայության կարևորագույն հիմքը հայաստանյաց եկեղեցին, հայության ապագան դեռևս վերջնականապես խորտակված չէ, որովհետև եթե կարողանում ենք պահպանել ոգեղեն հայրենիքը, վաղ թե ուշ այն կրկին մարմնավորվելու է աշխարհագրորեն եւ պետականորեն մեր պատմական հայրենիքի սկզբնապես մի, այնուհետև ողջ մասում։ Եվ եկեղեցու կարևորությունը մեր թշնամիները մեզանից անչափ ավելի լավ են գիտակցում, հետևաբար բոլորովին պատահական չէ, որ տակավին չսպասելով Հայաստանի Հանրապետության վերջնական անկմանը ցեղասպան թրքությունը ջանում է հենց հայերի ձեռքով խորտակել հայերի քաղաքակրթական գոյության եւ ազգային հարատեվության կարևորագույն հաստատությունը, որ հայ առաքելական եկեղեցին է։ Սա չափազանց հստակ է, մենք գործ ունենք արտաքին ցեղասպանական պատվերի կարևորագույն բաղադրիչի հետ։ Եվ բնականաբար, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ամեն բան անել հայաստանյաց եկեղեցու հաստատությունը, հայաստանյաց եկեղեցին թշնամական ներքին եւ արտաքին համատեղ ոտնձգություններից պաշտպանելու համար։ Հիմա այս ընդարձակ թեպետ եւ չնախատեսված նախաբանից հետո եկեք փորձենք անդրադառնալ հայտարարությանը։ Ուրեմն ես բնականաբար չեմ ընթերցելու ամբողջը, բայց եկեք մի քանի կետին անդրադառնանք։ Օրինակ, առաջին իսկ կետում գրված է. հավատալով եւ հավատարիմ լինելով մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը։ Տիրադավ եպիսկոպոսները նաև զգալիորեն անգրագետ են, այս անգամ կարծես թե իրենք են տեքստի կամ հյուսի հիմնական մասը կազմել, Քրիստոսի վարդապետությանը չեն հավատում, Քրիստոսի վարդապետությունը խոստովանում են։ Բայց ինչևէ, Սրբոց Թադեոս եւ Բարթողոմեոս առաքյալների քարոզչությամբ սերմանված հավատին, այս նախադասությունը շատ մեղմ, բայց իրական ոտնձգություն է եկեղեցու առաքելադիր հաստատության նկատմամբ, որտեղ նրանք ասում են, որ Թադեոսն ու Բարթողոմեոսը սերմանել են հավատը, բայց եկեղեցու հիմնադրման հետ ուղիղ առնչություն չեն ունեցել, ինչևէ լավ, թերևս ես մի փոքր ուռճացնում եմ, բայց հայ առաքելական եկեղեցին գալիս է հենց Թադեոս եւ Բարթողոմեոս առաքյալների քարոզչության հանգամանքից,
ոչ միայն առաքելական հաջորդականության լիությունից, որն ունի ձեռնադրությամբ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին առաքյալներից հասած։ Ինչևէ, հետո ինչն է գալիս Գրիգոր Լուսավորչի եւ Տրդատ երրորդ մեծ հայոց թագավորի ջանքերով հիմնադրված։ Իհարկե, զուտ արտաքնապես Տրդատ երրորդ մեծ հայոց թագավորի ջանքերը շատ կարևոր էին։ Առանց թագավորի ջանքերի, առանց պետական իշխանության մասնակցության քրիստոնեությունը ոչ պետական կրոն կդառնար, ոչ էլ համատարած կտարածվեր Հայաստանում, սակայն այստեղ շատ վտանգավոր մի միտք կա, որին Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ չէ, որ անդրադառնում է, թե Հայաստանյաց եկեղեցին հիմնադրվել է աշխարհիկ իշխանության կողմից, հետևաբար աշխարհիկ իշխանությունը վճռորոշ մասնակցությամբ իրավունք ունի խառնվելու եկեղեցու ներքին կյանքին եւ թելադրելու իր կամքը։ Այո, եւ արևմուտքում եւ հատկապես արևելքում քաղաքական աշխարհիկ իշխանությանը շատ հաճախ եւ դժբախտաբար հաջողվել է խառնվել եւ ազդել եկեղեցու ներքին կյանքի վրա։ Սակայն զուտ կանոնական իմաստով, այսպես ասած, սահմանադրական իմաստով, եթե կանոնականը ոմանք վատ են հասկանում, զուտ կանոնական իմաստով աշխարհիկ իշխանությունը որևէ իշխանություն, իրավունք, իրավասություն չունի մասնակցելու, միջամտելու եկեղեցու ներքին կյանքին, որը բացառապես եկեղեցական նվիրապետությանը վերապահված ուրեմն առաքելությունն է, այսպես ասենք։ Այստեղ Գրիգոր Լուսավորչի անվանը զուգահեռ եւ նույն հարթության վրա դնելով Տրդատ երրորդ հայոց թագավորի անունը, Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ իր պատկերացրած Հայաստանի եկեղեցին, ոչ թե Հայաստանյաց եկեղեցին, այլ ապագա իր կողմից եւ այս տիրադավերի միջոցով ձևավորվող նոր Հայաստանի եկեղեցին, իհարկե արդեն ճակերտների մեջ եկեղեցի, այն լինելու է պետական ճակերտների մեջ կրկին օրինավոր վերահսկողության ներքո։ Այսինքն ուզում են վերարտադրել կամ անգլիկան եկեղեցու տարբերակը, երբ թագավորն է եկեղեցու ղեկավարը, կամ դրանից ոչինչով չտարբերվող ռուս օրթոդոքս եկեղեցու կառավարման երկու դարը 18 եւ 19-րդ դարերի, երբ Պետրոս առաջին կայսեր այս իմաստով բացարձակապես հակաքրիստոնեական եւ հակեղեցական պարտադրանքով ուրեմն ռուս եկեղեցին զրկվել է պատրիարքից եւ կառավարվել է Սյունհոդոսի կամ Սինոդի միջոցով, ես Սյունհոդոս եմ ասելու, որի ղեկավարը եղել է պետության կողմից նշանակված պաշտոնյա։ Ուրեմն այստեղ մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի դեռևս քողարկված նպատակադրումը հաստատելու եկեղեցու վրա աշխարհիկ իշխանության ուղիղ վարչական կառավարում եւ այն օրինականացնելու, ինչպես մենք հետագայում կտեսնենք, այսպես կոչված նոր կանոնագրքի միջոցով։ Նաև Տրդատ երրորդ արքան, եթե մենք հիշում ենք, եւ ես հիմա խոսելու եմ զուտ եկեղեցական տեսանկյունից, որտեղ խնդիրը եկեղեցուն է վերաբերում, որտեղ այսպես ասած մաքուր պատմության կողմնակիցները կարող են իրենց մտքում ունենալ այլ պատկեր եւ դա իրենց խնդիրն է, բայց քանի որ խոսքը ներեկեղեցական բարեփոխման մասին է, մենք պետք է նախ եւ առաջ ամեն ինչ դիտարկենք հենց եկեղեցական աչքով, եկեղեցու տեսանկյունից։ Իսկ եկեղեցական պատմության տեսանկյունից Տրդատ երրորդ արքան, որը սպանել է Գայանե եւ Հրիփսի մեկույսերին եւ նրանց միանձնուհի այլ ընկերուհիներին, ընկերուհի ասելով սխալ բառ եմ օգտագործել, իրենց միանձնուհիներին, իրենց այդ միացյալ խմբին պատժվել է Աստուծո կողմից ծանր հիվանդությամբ եւ Գրիգոր Լուսավորիչն է բուժել
խորվիրապից հանված Գրիգոր Լուսավորիչն է բուժել իր աղոթքով արքային եւ Գրիգոր Լուսավորիչն է ապաշխարող եւ ծնկի իջած Տրդատ երրորդ թագավորին նաեւ իր աղոթքով բուժել, մկրտել, քրիստոնյա է դարձրել եւ իր հոգեվոր զավակ է դարձրել։ Հետևաբար որչափ էլ մենք պիտի հարգենք եւ մեծարենք դարձի եկած քրիստոնյա դարձած Տրդատ երրորդի անձը, Տրդատ երրորդը հենց այդ իմաստով պետք է գտնվի Գրիգոր Լուսավորչի, ես չեմ խուսափի ասել, արչև ծնկի եկած որպես ապաշխարած եւ որպես Գրիգոր Լուսավորչից իր մեղքերի համար թողություն ստացած եւ մկրտության եւ քրիստոնյա լինելուն արժանացած մարդ։ Դուք չեք կարող եպիսկոպոսներ Տիրադավ, դուք չեք կարող այստեղ Լուսավորիչ Գրիգոր Լուսավորչին եւ Տրդատին հորիզոնական միևնույն հարթության վրա դնել։ Գնացինք առաջ։ Մտահոգված լինելով հայաստանյան առաքելական մեր Սուրբ եկեղեցու փաստացի պետի, ուրեմն փաստացի պետ արտահայտությունը կանոնական ծանրագույն հանցագործություն։ Բացատրեմ։ Նախ առհասարակ եւ դրա մասին շատ հաճախ է խոսվել եւ ակնհայտ է նաեւ, որ ըստ էության գոյություն չունի ոչ այժմ եւ ոչ էլ հնում գոյություն չունի ամենայն հայոց կաթողիկոսին սովորական, կրկնում եմ, սովորական ընթացակարգով գահընկեց անելու որևէ մեխանիզմ, կներեք այդ օտար բարի համար, լավ եղանակ։ Իհարկե, եթե ամենայն հայոց կաթողիկոսը գործում է իր պաշտոնի հետ անհամատեղելի կանոնական հանցագործություններ, որոնք ընդհանուր բոլորովին չեն վերաբերում, այսպես ասած, մարմնական մեղքերին, այլ վերաբերում են Աստուծո առաջին պատվիրանի դեմ մեղքերին, այսինքն ճշմարիտ վարդապետության ուրացմանը, ապա սկզբունքորեն ծմահ ընտրված հայոց կաթողիկոսը չի կարող գահընկեցարվել։ Բայց խնդիրը սա չէ։ Ենթադրենք դուք կարծում եք, որ Գարեգին II կաթողիկոսի կատարած մի շարք արարքներ նրան արժանի են դարձնում, նրան արժանին այստեղ իհարկե սխալ բառ է, նրան արժանի են դարձնում գահընկեցության։ Բայց դուք շատ լավ պիտի իմանաք, որ դուք դա չեք կարող ձեզանից հռչակել։ Ոչ ոք չի կարող։ Պիտի լինի ազգային եկեղեցական ժողով։ Պիտի լինի քննություն Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին մեղսագրվող արարքների, գործողությունների։ Եվ միայն կանոնական վճռի, համընդհանուր եկեղեցական վճռով թերևս, կրկնում եմ, թերևս հնարավոր կլինի օրինավորապես առաջարկել ամենայն հայոց կաթողիկոսին իջնել Լուսավորչի գահից։ Դուք կարող եք անընդհատ կոչ անել նրան ապաշխարելու, բայց դուք չեք կարող պաշտոնական մի թղթում, որտեղ արկա է ձեր ստորագրությունը, օրինավոր կանոնական ճանապարհով գահից զրկված, չգահազրկված կաթողիկոսին, չգահընկեց չարված կաթողիկոսին անվանել փաստացի պետ։ Չունենալով ազգային եկեղեցական ժողովի եւ համայն եկեղեցահպատակ հասարակության եւ հատկապես ողջ հոգեվոր դասի միանշանակ եւ կանոնական ճանապարհով ձեռք բերված համաձայնությունը, չունենալով այն, իսկ դուք ակնհայտորեն դա չունեք, դուք մեղմ ասած փոքրամասնություն եք այս հարցում,
Այն փաստը, որ դուք ամենայն հայոց կաթողիկոսին անվանում եք փաստացի պետ, ինքնին ձեզ է զրկում թեմակալ առաջնորդության բոլոր իրավասություններից, որպես Հայաստանից եկեղեցու բարձրաստիճան հոգևորական հանդես գալու բոլոր իրավասությունից։ Ձեր խոսքը այս ստորագրությամբ արդեն ոչինչ է։ Հասկանում եք։ Որովհետև եթե դուք հակականոնական ճանապարհով չունենալով դրա որևէ օրինավորության եւ իրավասության որևէ մասնիկ, դուք եթե հրճակում եք ձեր ստորագրությամբ թղթում դերևս ողջ եկեղեցուն վիրապետության կողմից գահընկեց չարված կաթողիկոսին կրկին դաթելը վիճարկելի է, արդյոք դա հնարավոր է առհասարակ։ Դուք եթե ուրեմն նրան հրճակում եք ոնց են ասել փաստացի պետ, այդ ամենը շրջվում է ձեր վրա։ Ուրեմն դուք ձեր ձեռքով ստորագրեցիք, որ ձեր յուրաքանչյուր խոսք, ձեր յուրաքանչյուր իրավասություն, ձեր միջ այդ ունեցած եկեղեցու մեջ որևէ եւ հոգեվոր եւ վարչական իշխանություն եւ իրավասություն կատարելապես առոչինչ է, ինչի հետ ես ձեզ իհարկե շնորհավորում եմ։ Տիրադավերից ոմանց ես ճանաչում եմ եւ խորագույնս ափսոսում եմ իրենց համար, որտեվ ժամանակին միասին ենք սովորել։ Գնացինք առաջ, դատապարտելով եւ անընդունելի համարելով եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու այն, ներեցեք, ես պլանշետից եմ կարդում, այն օրակարգերի եւ օտար շահերին ծառայեցնելու հակականոնական գործելակերպը։ Ինչ կարելի այստեղ ասել։ Միքայել Սրբազանը եւ մյուսները ասել են եւ ես հավելում եմ։ Սիրելիներս, այստեղ դուք մեղմ ասած կրկին ձեզ շատ ողբերգական վիճակի մեջ եք դրել։ Ամենատարբեր հարթություններով։ Նախ, բոլոր եկեղեցականները Հայաստանի, ովքեր որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, բոլոր եկեղեցականները Հայաստանի Հանրապետության քաղաքացի են Հայաստանում, մեծ մասը, մեծագույն մասը։ Ուստի անհատապես նրանք լիակատար իրավունք ունեն, լիակատար ունենալու քաղաքական դիրքորոշում։ Լիակատար։ Նրանք լիակատար քաղաքացիական, սահմանադրական, որպես քաղաքացի, իրավունք ունեն խոսելու որպես անհատ անձինք առայժմ խոսելու իրենց քաղաքական նախապատվությունների վերաբերյալ։ Այստեղ նրանց ոչ ոք չի կարող արգելել։ Նրանք կարող են նաև այս քաղաքական իրենց նախապատվությունների մասին իրավունք ունեն խոսելու նաև իրենց շրջապատի, այդ թվում իրենց հոգևոր հոտի հետ, եթե չկա պարտադրանք առայժմ։ Այնուհետև եկեղեցին ոչ միայն ազգագրական կամ հոգևոր ծառայությունների մատուցման սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, ըստ ոմանց, լավ, եկեղեցին կարևորագույն ազգային հաստատությունն է, ընդորում այդ դերը հիշատակված է դեռևս գործող Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում։ Ուրեմն եկեղեցին այդ թվում եւ սահմանադրական իրավունք ունի որպես եկեղեցի, արդեն որպես հաստատություն արտահայտելու իր դիրքորոշումը եւ ընծայելու իր գնահատականը տեղի ունեցող իրադարձություններին։ Ես ավելին ասեմ, եկեղեցին որպես հնագույն ազգային հաստատություն պարտավորություն ունի, ընդորում ոչ միայն սահմանադրական եւ մարդկային ուշադրություն բոլորիդ, այլև սահմանադրությամբ
հետ որևէ կապ չունեցող եւ ցանկացած սահմանադրությունից վեր գտնվող աստվածային իրավունքով պարտավոր է, ոչ միայն կարող է կամ իրավասու է, այլ պարտավոր է միջամտել բոլոր այն դեպքերում, երբ ազգի ճակատագիրը խեղվում է այն տանելով դեպի ցեղասպանություն, պետականազրկում, հայրենազրկում եւ չգոյություն։ Եվ այստեղ իմիջի այլոց եկեղեցու մեր նվիրապետությունը ցավալիորեն բավականին թերացել է, որովհետև ես որևէ հեղինակավոր եւ գոնե հորդորական խոսք չեմ լսել նոյեմբերի 9-ին եւ 10-ին, երբ վճռվում էր ներկա հայոց պետականության ապագան։ Որևէ բան ես չեմ լսել եւ ես մեծապես ցավում եմ դրա համար։ Բայց եկեղեցին աստվածային, սահմանադրական, մարդկային լիակատար իրավունք ունի իր գնահատականը տալու տեղի ունեցողին, որովհետև այդ եկեղեցին կար այն ժամանակ, երբ 100-ամյակներով պետականություն չի եղել եւ առավել եւս ԿՊ-ն չի եղել։ Եվ առհասարակ հազար ներողություն, եկեք մենք գնանք ձեր սիրելի, թեպետև ձեր սիրելին իհարկե Մոսկվան է, եւ քանի որ Մոսկվան արդեն Հայաստանը հանձնել է Բաքվին եւ Անկարային, արդեն բնականաբար ինչ որ մի պահից ի վեր արդեն Մոսկվան երկրորդական, իսկ Բաքուն եւ Անկարան ձեզ համար առաջնային հրահանգավորման կենտրոն է դարձել, բայց ինչեւ է արևմուտքում եւ հատկապես Միացյալ Նահանգներում դուք ուսումնասիրեք, դուք կտեսնեք, թե որպես ամենատարբեր կրոնական համայնքներ, ես ուղղակի չեմ ուզում բողոքականներին եկեղեցի անվանել, բայց այստեղ մի պահ անվանենք շակերտների մեջ, թե ինչպես կաթոլիկ եկեղեցի, թե ինչպես ուղղափառ եկեղեցի, թե ինչպես անթիվ անհամար բողոքական հարանվանություններ, այսպես ասած, նրանք շատ ուղիղ, շատ անմիջական կերպով մասնակցում են ուրեմն ամերիկյան համընդհանուր քաղաքական եւ հասարակական օրակարգերին, շատ ակտիվ մասնակցելով նախագահների տեխնացուների համար, Քարոզ Արշավին եւ այլն եւ այլն։ Միթե դուք պիտի կասկածի տակ առնեք արևմտյան երկրներում եւ մասնավորապես Միացյալ Նահանգներում կրոնական հաստատությունների ուղիղ միջամտությունը հասարակական եւ քաղաքական կյանքին, այդ հանդգնությունը կունենաք։ Չեմ կարծում, որ կունենաք։ Հետևաբար այս առհասարակ այս հիշատակումը, որ եկեղեցին չի կարող զբաղվել քաղաքականությամբ, սա կներեք դեգեներատների մակարդակին ուրեմն վերաբերող ինչ որ մի բան է, ախմախություն է։ Ես հայերեն բառել չօգտագործենք, ախմախություն։ Դուք իդիոտ եք, դուք դեգեներատ եք, կներեք։ Այս աստիճան կարելի է անասուն լինել։ Հա, իհարկե կարելի է, ձեր պարագայում անասունը դեռ շատ մեծ խոսք է ձեզ համար, բայց առաջ անցնենք։ Արձանագրելով, որ եկեղեցու կամայական կառավարումը եւ խտրականությունը հանգեցրել են հոգեվոր կյանքի բնականոն ընթացքի խաթարման, եկեղեցու ներսում պարակտումների, հոգեվոր կյանքի բնականոն ընթացքի խաթարման խնդիրները շատ լուրջ էին, այո, բայց ձեր գործողությունը ուղղակիորեն միտված է եկեղեցին առհասարակ ոչնչացնելու, ինչը բնականաբար ձեզ չի հաջողվի, բայց մյուս կողմից ինչպես ցանկացած հալածիչների պարագայում, սիրելի տիրադավեր ճակերտների մեջ հազիվ թե արդեն սիրելի եք, գեթ մարդկորեն սիրելի, ուրեմն, բայց իհարկե այո, ձեր այս դավաճանությունը ի վերջո այո, արդյունքում մեծապես օգնելու է եկեղեցու վերածնմանը մարդկային գործոնի բարեփոխման եւ հոգեվոր զարթոնքի տեսանկյունից։ Աստվածային գործոնը ինչպես միշտ բացարձակ սրբություն էր, այնպես էլ կմնա։ Ազգային հոգեվոր արժեքների հետ ընթացի, ուրեմն ներողություն Նիկոլ Փաշինյանի կառավարումը բերում է հոգեվոր եւ ազգային արժեքների առաջընթացի, հա, լուրջ եք ասում։ Լավ, անցնենք առաջ։
ընդունելով եւ ճանաչելով մեր բաժին մեղավորությունը, ջան, ես իհարկե նպատակ չունեմ պատմելու ձեր բարևարկության մասին։ Ուրիշները կանեն, ես այդ կեղտոտ անկողնու մեջ մտնելու որևէ ցանկություն չունեմ, բայց ես պետք է ձեզ մի բան ասեմ։ Իհարկե, եթե ինձ դեռևս մի քանի տարի առաջ, առավել եւս 15 տարի առաջ, եթե ինձ պիտի ասեին, որ ես, այսպես ասած, դեպքերի բերմամբ, իրադարձությունների բերմամբ պիտի հայտնվեմ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II վեհափառ հայրապետի պաշտպանողների շարքում, ես ամենայն անկեղծությամբ միշտ մեծապես քննադատական, թեպետ եւ հոգուս մեջ, ոչ հրապարակայնորեն քննադատական վերաբերմունք ունեի վեհափառ հայրապետի կադրային քաղաքականությանը եւ մյուս ամեն ինչին, եւ այսօր ինքն էլ է համոզվել, թե ինչ խորտակումների բերեց իր կադրային քաղաքականությունը, բայց դա հիմա քննարկելու խնդիր չի, ես ինչն եմ ուզում այստեղ ասել։ Հա, բայց ես պետք է մի բան ասեմ։ Կրկին հատկապես եկեղեցական համատեքստում, մարդը որչափ ավելի շատ է հառաջադիմում սրբության մեջ, այնքան ավելի խորապես եւ անկեղծապես գիտակցում է իր բացարձակ մեղսականությունը, իր բացարձակ անարժանությունը։ Լավ։ Եվ իհարկե հասկանալի է, որ դուք ունեք այնպիսի կենսագրություն հոգևոր իմաստով, ճակերտների մեջ հոգևոր, որ անխուսափելի էր մեր բաժին մեղավորության հիշատակումը ձեր պարագայում։ Ես ապշում եմ, որ ամենաառաջին վայրկյանին դուք դա չեք ասել, ձեզ պարտադրվել է, որ դուք դա ասեք, բայց ես պետք է շատ կարճ մի բան ասեմ, ձեզնից մեծագույն մասը հենց այսպես կոչված բարևարկության տեսանկյունից մեծապես ավելի վայր է ընկած, ավելի ցածր եք ընկել ձեր բարևարկության բազմաթիվ դրսևորումներով, քան ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Ձեզ շատերիս հետ համեմատած Գարեգին II-ը ահագին բարևարկությամբ աչքի ընկնող անձնավորություն, այսպես ասեմ։ Ահագին ձեզ մեծագույն մասի համեմատ։ Բայց դուք դա չեք ասում։ Եթե դուք իսկապես պիտի վերջապես կամենայիք զբաղվելու հոգևոր զարթոնքով, ընդհանրում սա վերաբերում է նաև Հայր Կորյունին, կարգալույծ եղած, բայց վերջը Հայր Կորյունին։ Դուք պիտի սկսեիք ձեր մեղքերից։ Դուք պետք է ձեզանից սկսեիք, ծնկի գայիք, ապաշխարեիք, վայր դնեիք ձեր պաշտոնական թեմակալ առաջնորդության եւ մնացած ուրեմն պաշտոնները, որոնց լիովին անարժան եք։ Պիտի վանք քաշվեիք, պիտի աղոթական ապաշխարության, ծոմապահության կյանքով ապրեիք, որ մարդիկ ձեր ապաշխարությունը տեսնելով ազդվեին եւ եկեղեցում ինքնամաքրման գործընթացը սկսվեր։ Երբ եկեղեցում կան խնդիրներ կապված նվիրապետության, ձեր ասած բարևարկության կամ ոգեղենության հետ, եթե կան այդպիսի խնդիրներ, դրանք միշտ կան, ով կամենում է լուծել այդ խնդիրը, նախ պետք է ինքը ցույց տա իր օրինակով, իր անձի օրինակով, բացարձակ եւ ամենախոնար ապաշխարության ճանապարհը։ Այսպես են բարեկարգվում, այսպես ասած, եկեղեցիները։ Բայց դուք որոշել եք, որ ընդամենը մեր բաժին, ընդամենը մի փոքր բաժին մեղավորություն եք եւ պատասխանատվություն եք ճանաչում, բայց այնուամենայնիվ այսօրվա գահակալը, այսօրվա ամենայն հայոց կաթողիկոսը ժամանակավոր կամ ինչպես եք ասել, փաստացի պետ է, հա։
Համոզված լինելով, որ արժե քահենք, եթե լավ հայերեն իմանայիք, ասեիք այդ բառը չեք օգտագործի, այստեղ բազմաթիվ սխալներ կան, բայց եկեք հիմա բանասիրությամբ չզբաղվեմ։ Պիտի լիներ արժեհեց իրականում։ Տեսլականը հնարավոր չէ կյանքի կոչել առանց մեր արժե համակարգային կենտրոնի Հայաստանի Ծառաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման, հայտարարում ենք մեր Հայաստանի Ծառաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին, որը կիրականացվի հետևյալ ճանապարհային քարտեզով։ Այս արդեն գերարդիական քաղաքագիտական բառապաշար եք մտցնում, հա, եկեղեցական բարենորոգման դաշտ, ճանապարհային քարտեզ է, հա, ուժեղ հոգևոր ավանդույթներին տեղյակ, ծանոթ, դրանցով ապրող տղեկ եք, հա, փաստորեն։ Իմ տիրադավերի մեջ նաև նախկին լավ ծանոթներ կան, ողբամ ձեզ։ Վազգեն Միրզախանյան, Արտակ Տիգրանյան, ուրիշներն էլ կան, բայց այս երկուսի անունը կտամ։ Բարենորոգման օրակարգի հանրահռչակում, որ կանոնական իրավասությամբ, որ ոնցանց առաջ Հայաստանի Ծառաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հերացում, հանգստի կոչումը փակագծի մեջ եք դրել։ Վազգեն Միրզախանյանը շատ է սիրում խոսել հանգստյան կոչելու մասին կաթողիկոսի, բայց չէ, այստեղ Նիկոլ Փաշինյանի տարբերակը, ձևակերպումը, հերացում պիտի բնականաբար առաջին գտներ, իսկ ձեր մեղմ ասացությունը հանգստի կոչել պիտի փակագծերի մեջ առներ։ Լավ, ինչև է։ Սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն։ Այդ ուրեմն դուք եկեղեցական կառավարման մարմին եք ստեղծել, մի հատ էլ ուրեմն տեղապահի ընտրություն պիտի կատարեք, հա։ Ու դա կանոնական է լինելու։ Հայաստանի Ծառաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունում։ Դուք ընդհանրապես մոտավորապես հասկանում եք կանոնադրության ընդունումը ինչն է։ Ասենք լատին եկեղեցու կորպուս յուրիս կանոնիչին, որ ներկայիս կանոնադրությունն է, ինչքան 1000-2000 քանի կետ ունի։ Ընդհանրում այն պիտի լիակատար աստվածաբանական եւ եկեղեցաբանական հարազատություն ունենա մինչ այդ գործած կանոններին, այո, որոշակի կանոնների մեղմացման, բայց այնուամենայնիվ, բայց դուք դրա իրավասություն ունեք, ոչ, դուք դա համար անհրաժեշտ գրագիտություն ունեք, չեմ կարծում, ավելի, առավել, բացարձակապես չունեք ու դա ակնհայտ է։ Կանոնադրությամբ պետք է, ներեցեք, սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման ֆինանսական թափանցիկության, ուրեմն ֆինանսական թափանցիկություն նման բաներ եկեղեցական կանոնագրքում տեղ չունեն։ Հիմա էլի կասեն կոպիտ բառեր է օգտագործում, բայց հո դուք իդիոտ չեք, այսինքն դու ակնհայտ է որ իդիոտ եք։ Դուք որ իդիոտ չլինեիք, տիրադավներ, դուք Նիկոլ Փաշինյանի մոտ չէի գնա։ Այդ կներեք ջանդամ, որ ձեզ խայտարական էին ձեր անկողնային եւ այլ պատմություններով։ Ջանդամ էլի կներեք այդ բառապաշարը թեպետև ձեզ մի անգամային հասու է եւ հասանելի է։ Լավ, դուք չեք հասկանում, որ ֆինանսական խնդիրները դրանք կողմնակի, դրանք ինչ ասեմ, դուք երևում է, որ դուք առհասարակ, էլի, այսինքն չեք առնչվել կանոնական ժողովածուների հետ, դուք չգիտեք, եւ ընդհանրապես իհարկե Նիկոլն է, չէ՞ ձեզ համար դա գրելու։ Աշխարհաբար, հա, մոռացա, դե ձեզ մեջ մի մարդ կա, որ գրափար մի նախադասություն կարող է գրել։ Չեմ կարծում։ Թեպետև ձեր պաշտոնական եկեղեցական լեզու է։ Եպիսկոպոս լինելով դուք առհասարակ շատ բան պարտավոր եք գրափար գրել։ Բայց լավ, դա մեկ այլ հարց է։ Բարևարկության ապահովման կառուցակարգեր։ Լավ, սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Հայաստանի Ծառաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականած դասին եւ բոլոր
հետևորդներին կոչ ենք անում աջակցել միանալ եկեղեցու բարեկարգին։ Եվ հիմա լավ, գալիս ենք մենք ներքո ստորագրյալներս ձևավորում ենք համակարգող խորհուրդ, այսինքն եկեղեցական իշխանություն զավթելու ապօրինի հակականոնական կառույց։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II։ Եթե այսքանից հետո դուք վեհափառ Տեր Նիկոլ Փաշինյանի հետ միասին տվյալ անձանց չբանադրեք, ուրեմն ես չգիտեմ, ես ցավ եմ հայտնում, բայց ինչև է, որովհետև այս ընթացքը հատկապես այսօր արդեն բացարձակ ոչ թե բանադրանքի, այլ նզովքի ենթակա պատիժ է ենթադրում։ Չկա խուսանավելու բան։ Նիկոլ Փաշինյանին տրված հրահանգները հստակ են։ Չկա դիվանագիտորեն վերապրելու, ժամանակ ձգելու, որևէ ժամանակ չկա, իմաստ էլ չկա։ Եվ տեսեք ինչ է տեղի ունենում։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանից եկեղեցու զավակ է իրեն հռչակում, իր ստորագրությունը առաջին տեղում է Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ։ Հետո միայն գալիս է Տեր Հովնան arczepiskopos Տերտերյան, Տեր, որն ի դեպ որոշ լուրելով արդեն չգիտեմ, Բրբանքում առաջնորդարանի տեղ նոր կաթողիկոսարան է կառուցում։ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյան, Տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյան եւ այլն։ Միայն այս կարգը, որ Նիկոլ Փաշինյանի անուն ստորագրությունը ոչ թե վերջում է, այլ սկզբում է, սա գիտեք ինչի մասին է վկայում։ Վկայում է այն բանի մասին, որ նրանք միտք ունեն ըստ էության հիմնադրելու նոր եկեղեցի, Հայաստանի եկեղեցի, ճակերտավոր խաղաղության, այսինքն ցեղասպանության օրինակին ծառայող եկեղեցի։ Անգլիկան եկեղեցու նման։ Ընդհանուր ուշադրություն սա եւ ես սա բազմիցս եմ ասել եւ մյուս բոլորը կամ համարյա բոլորը, սա միայն կաթողիկոս փոխելու շարժում չէ։ Սա եկեղեցին աստվածաբանորեն, ծիսականորեն, կանոնադրորեն արմատապես ձևախեղելու, տապալելու, աղանդավորացնելու նպատակ է հետապնդում։ Եվ հասկանալի է, որ այս իրադարձություններից, եթե Նիկոլ Փաշինյանը, լավ այսպես ասենք, հանդգնություն եւ ժամանակ ունենա նաեւ գրավելու մայրաթորը, սա նաեւ սպառնալու է հուսանք ժամանակավոր Հայաստանից եկեղեցու նաեւ ներքին պարակտմամբ, տրոհմամբ։ Առհասարակ մի շարք շատ բարձ ցուցիչներ կան։ Ոմանք իհարկե դժգոհ են, բայց ես կասեմ, ստիպված եմ ասել, քանի տարի համարյա ոչ մի բան այս հարցերի վերաբերյալ չեմ ասել հրապարակով։ Եթե մեկը ակնարկում է, որ մի բան պետք է աշխարհաբար լինի, առավել եւս ինչ որ մի փուլում արարողությունները պիտի թարգմանվեն, թեպետև այս տեսանկյունից շատ սոսկալի վիճակում ենք արդեն այսօր։ Ուրեմն եթե մարդիկ ծիսական լեզվի փոփոխության, մարդկանց հասկանալի լեզվի արարողակարգ ներմուծման մասին են խոսում, եթե մարդիկ խոսում են, որ աշխարհիկների մասնակցությունը եկեղեցու կառավարմանը պիտի մեծանա, որ եկեղեցին պիտի քրեական հանցագործությունների դաշտից դուրս ենթակա լինի պետական հաշվետվությանը, այս բոլորը եկեղեցի խորտակելու, աղանդավորացնելու, առաքելական հաջորդականությունը կանգնեցնելու, եկեղեցին բողոքական հերթական աղանդի վերածելուն միտված թշվառորեն քողարկված գործողություններն են։
Նիկոլ Փաշինյանի անունը arczepiskoposների եւ եպիսկոպոսների անունից վերև հայտնվելը թույլ է տալիս մնացյալ եպիսկոպոսներին ոչ միայն հերձվածող անվանելու, այլև հերետիկոս անվանելու։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ոչ բարով Վազգեն arczepiskopos Միրզախանյանը, ողբամ ըսքեզ Վազգեն arczepiskopos, ուրեմն օրինակ նրանք նաև կուսակրոնության խնդիրը։ Հիմա այս իհարկե 2 ժամ չխոսելու համար կուսակրոնության մասին, մեկ այլ մոտ օրերիս առանձին կխոսենք կուսակրոնության կարգի վերաբերյալ առհասարակ։ Բայց եթե ձեզ ասում են, որ կուսակրոնությունը պիտի վերացվի, որ արարողությունները պիտի թարգմանվեն, որ աշխարհիկները պետք է ուրեմն եկեղեցական կառավարման անմիջական եւ հարատև եւ տևական մասնակցություն ունենան, ուրեմն դուք գործնականում արդեն բռնում եք աղանդավորացման ճանապարհը, ձեզ սարքում են աղանդ։ Անհրաժեշտ հիմնավորումները մեկ այլ առիթով։ Ես կարծում եմ, որ այն եպիսկոպոսներն ու այն քահանաները, որոնք վճռել են մինչև վերջ հավատարիմ լինել եկեղեցուն, որևէ դեպքում կաթողիկոսի ձերբակալության դեպքում ձերբակալված կաթողիկոսի լավ դրա մասին պետք է ուրեմն նախապատրաստվեն վատթարին։ Բավականին հավանական է, որ վատթարը տեղի չի ունենա, բայց բոլոր դեպքերում խոհեմությունը պահանջում է, որ վատթարին եկեղեցին պատրաստ լինի, որպեսզի եւ առաջնորդարաններից, եկեղեցիներից ուխտապահ քահանաներն ու եպիսկոպոսները, սարկավագներն ու մյուսները վտարվեն, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ժամանակավոր վայրերում նախապես պատրաստված եւ օծված վեմքարերի վրա սուրբ պատարագը մատուցելու, մյուրոնի անհրաժեշտ պաշարներ ունենան, մկրտությունները, սուրբ դրոշմը եւ այլ ծիսակարգի հետ անհրաժեշտ պարագաներում մյուրոնն օգտագործելու, ունենան սրբազան զգեստներ պատարագ մատուցելու, առհասարակ որպեսզի նրանք կարողանան եկեղեցիներից դուրս վտարանդի վիճակով շարունակելու հավատարիմ լինել եկեղեցուն, որովհետև Հայաստանի եկեղեցի աղանդը, որը Նիկոլ Փաշինյանը ստեղծում է տիրադրավ ուխտադրուժ եպիսկոպոսների եւ նրանց դերևս միանալիք այլ ուխտազանցների հետ երկար չի տևելու, բայց դուք պետք է պատրաստ լինեք եւ պատվով դիմագրավեք այս հալածանքը։ Եվ այսպիսով ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի, Տիրադավերի եւ մյուսների դուք դրանով իսկ մեծագույն ավանդ եւ առաքելություն կունենաք մեր եկեղեցու, հայաստանյաց եկեղեցու իրական բարեփոխման, իրական նոր հոգևոր զարթոնքի մեծ մասնակցություն կունենաք։ Այսպես շատ այլ բան էլ կարելի ասել, բայց հավանաբար ես այս տարվանից կսկսեմ նաև տեսանյութերով հանդես գալ։ Ամենայն բարիք ձեզ, դեռևս Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ չեմ ասում, որովհետեւ ճրագալույցին դեռ այդ падգամը հրապարակավ չի հնչել, բայց բոլորիդ կոչ եմ անում հավատավոր զավակներին լինելու սուրբ պատարագի ներկա, այդ թվում եւ այն եկեղեցիներում, որոնք այսօր եւ վաղը պղծվելու են կամ պղծվելու ոտնձգություն է կատարվելու Հայաստանի Հանրապետության տակավին վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա աղանդին հետևած մյուս
աղանդահիմնադիր տակավին arczepiskopos եպիսկոպոսներին, որպեսզի ձեր հավատավոր ներկայությունը եւ աղոթքը ավելի վաղ, քան թերևս նախապես ծրագրված է, կանգնեցնի ի վերուս նախախնամված է, կանգնեցրի այս սրբապղծության ընթացքը, որպեսզի եկեղեցին մնա կանգուն, որպեսզի հայ ժողովուրդն ունենա քաղաքակրթական եւ ազգային պետական ապագա աստվածային օրհնության, հովանավորության եւ պաշտպանության ներքո։ Ամենայն բարիք ձեզ, հաջողություն։